Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կգրանցի առնվազն 6% տնտեսական աճ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարի խոսքով 2025 թվականի առաջին 3 եռամսյակում Հայաստանի տնտեսությունն արձանագրել է համապատասխանաբար 5.2, 6.4 եւ 6.2% աճ, իսկ 4-րդ եռամսյակում ակնկալվում է ավելի բարձր ցուցանիշ։ Երրորդ եռամսյակը եղել է ամենամեծը եւ վստահաբար կարող եմ ասել, որ 4-րդ եռամսյակը լինելու է դրանից էլ ավելի բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշների հիման վրա, նշեց Պապոյանը։ Նրա խոսքով 2025 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը ընթացիկ գներով կկազմի մոտ 10.86 տրիլիոն դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ն կհասնի մինչև 28 միլիարդ դոլարի, 2024 թվականի 26 միլիարդ դոլարի դիմաց։ Նախարարը տեղեկացրեց նաև, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ 2025 թվականին կգերազանցի 9000 դոլարը։ 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել է 8556 դոլար եւ 2025-ին մենք ակնկալում ենք անցնել 9000 դոլարի շեմը, ասաց նախարարը։ Պապոյանի խոսքով 2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.1%, նախորդ տարվա 8.3%-ի համեմատ։ Տնտեսության բոլոր ոլորտներն աճել են, եզրափակեց նախարարը։ 2025 թվականին Երևանում բնակարանները թանկացել են միջինում 4.7%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարեկան տվյալները։ Բացարձակ թվերով միջին գինը 1 քառակուսի մետրի համար կազմել է 538.6 հազար դրամ, 2024 թվականի 514.2 հազար դրամի դիմաց։ Կադաստրը միջինացված ցուցանիշը չի ներկայացնում, սակայն մենք հաշվարկել ենք գների 1 քառակուսի մետրի համար եւ առքուվաճառքի գործարքների քանակի վերաբերյալ տվյալները ըստ վարչական շրջանների։ Ըստ այդմ կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում գները նվազել են, բայց աննշան 1-ից 2%-ի սահմաններում, ինչը չի նշանակում, որ պահանջարկի որևէ էական կրճատում է եղել։ Բացարձակ թվերով կենտրոնում 1 քառակուսի մետրի միջին գինը 892.9 հազար դրամ է եղել, Արաբկիրում 626.2 հազար դրամ։ Մի քանի վարչական շրջաններում Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա, Սեբաստիա, Ավան գները փոխվել են 1%-ի սահմաններում։ Ավելացնենք, որ Դավթաշենը շարունակում է զբաղեցնել երրորդ տեղը։ 1 քառակուսի մետրը 477.5 հազար դրամ միջին արժեքով։ Նոր Նորքում, Էրեբունիում եւ Աջափնյակում միջին գները գտնվում են 400-ից 420 հազար դրամի սահմաններում, իսկ Շենգավիթում, Մալաթիա, Սեբաստիայում եւ Ավանում 390-ից 400 հազար դրամի սահմաններում։ Ամենաէժան բնակարանները ինչպես միշտ Նուբարաշենում են 238.7 հազար դրամ։ Հայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13%։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարի խոսքով ցուցանիշը հաշվարկվել է 2025 եւ 2024 թվականների համեմատությամբ եւ հատկապես կարեւոր է համաշխարհային շուկաներում առկա միտումների ֆոնին։ Միջազգային շուկաներում գինու սպառումն ընդհանուր առմամբ անկում է ապրում, սակայն Հայաստանի գինու արտահանումը շարունակաբար աճում է։ Սա նշանակում է, որ մենք կարողանում ենք ավելի շատ վաճառել մեր գինին, նշեց Պապոյանը։ Նա ընդգծեց, որ գինու արտադրության եւ արտահանման աճին զուգահեռ շարունակաբար զարգանում է նաեւ գինու տուրիզմը։ Նախարարի խոսքով աշխարհում նկատվող գինու տուրիզմի աճի միտումներին համահունչ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրում է մի քանի տասնյակ միլիոն դրամի ներդրումներ իրականացնել Եղեգիս եւ Արենի համայնքներում։ Մենք նախատեսում ենք Եղեգիսում եւ Արենիում ստեղծել գինու եւ ագրոտուրիզմի կլաստեր, որպեսզի ոչ միայն արտադրենք եւ արտահանենք գինի, այլ նաեւ զբոսաշրջիկը գա Հայաստան եւ գինին սպառի հենց այստեղ, ասաց Պապոյանը։ Նրա խոսքով գինու տուրիզմի առանձնահատկությունն այն է, որ զբոսաշրջիկը մեկ բաժակ գինու համար պատրաստ է վճարել այնքան, որքան այլ դեպքում կվճարեր ամբողջ շշի համար։